Դա հարցը Ռուսաստանը ինչ գործիքակազմ ունի այստեղ։ Սա է հարցը։ Ես տեսնում եմ, որ նրանք անընդհատ էմիսարներ են ուղարկում այստեղ, տարբեր մակարդակներով, ԶԼՄ-ների, սոցհարցում, սոցիոլոգների տեսքով, քաղաքական գործիչների տեսքով, շատ դեպքերում դա չի երևում, բայց մենք տեսնում ենք, որ դա կա, նրանք անընդհատ մոնիթորինգ են անում, զոնդաժ է գնում Հայաստանում տրամադրվածությունների, որպեսզի իրենք թույլ կետերը գտնեն եւ աշխատեն այդ թույլ կետերի ուղղությամբ։ Սա նախընտրական քաղաքական տեխնոլոգիաներ են, որոնք կիրառվում են հիմա Ռուսաստանի կողմից։ Որոնք են նրանց գործիքները։ Նրանց գործիքները Ա. Դա վախն է, շարունակել մեր երկրում տարածել վախ, որ եթե մենք Ռուսաստանից հրաժարվենք, մեր վերջը կգա, այն դեպքում, երբ որ իրականությունը լրիվ հակառակն է, եթե մենք Ռուսաստանից չհրաժարվենք, մեր վերջը կգա։ Երկրորդը դա փողն է, որը նրանք բաժանելու են իրենց ուժերին, պրոռուսական ուժերին, որոնք դա կիրառելու են նախընտրական այսպես թե այնպես, հա, կիրառելու են նախընտրական կամպանիայի ժամանակ, դա երկուսն է, ամենագլխավորը։ Երրորդը ես չեմ տեսնում այս պահին արդեն, որովհետև ինչ պիտի անեն, Լարսը պիտի փակեն, չեն կարող փակեն։ Ինչ պիտի անեն, գազը պիտի թանկացնեն, չեն կարող թանկացնել, կարող անեն վաղուց դա արել էին։